Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, շարունակում ենք ուրիշ նորությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի մարդու, ում ձայնը, կերպարը, պարզապես ներկայությունը տասնամյակներ շարունակ էկրանից թե բեմում լցրել է մեր տարածությունը զարմանալի էներգիայով յուրահատուկ, էներգիայով եւ տրամադրությամբ։ Այսօր մեր հյուրն է սիրված դերասան Հրանտ Թոխատյանը, ում հետ Ամանորի նախաշեմին կխոսենք տարբեր հարցերի շուրջ, իհարկե Ամանորի մասին, եւ փորձենք միասին գտնել այն լույսը, որ ստիպում է մեզ ապրել, արարել եւ իհարկե շարժվել առաջ։ Բարի գալուստ, պարոն Թոխատյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ ուրախ ենք ձեզ կրկին տեսնել մեր տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ու ուրախ եմ, որ Ամանորի շեմին եմ այստեղ։ Դա արդեն լավ է, որովհետև կարող եմ իմ մաղթանքները ուղղել ռադիոլսողներին։ Անկասկած, եւ հենց սկսենք գուցե Ամանորից, որովհետև դա մի ժամանակաշրջան է, որ յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ որ կարծես կամ ինքդ քեզ հետ մնալու հատված է, կամ լցվելու այն ամանորյա եռուզեռի մեջ, դուք ո՞րն եք նախընտրում եւ արդյոք Ամանորը դա ինչ որ իրական նոր բանի սկիզբ է, թե պարզապես շարունակություն։ Գիտեք, հետաքրքիր է, որ փոքրուց ծնողներս միշտ փորձել են Ամանորը ինձ համար տոն դարձնել, ու ինչ որ հեքիաթային մի բան, հավատալ ձմեր պապիկի գորությանը, նամակներ եմ միշտ գրել ձմեր պապիկին, ու դա մնացել է մինչև հիմա, որովհետև Ամանորը ինձ համար միշտ տոնի պես մի բան է, միշտ ինչ որ լավ բանի սկիզբ է, հետո լինում է թե չի լինում, դա արդեն երկրորդ հարցն է, բայց ամենայն դեպս դու սպասում ես ինչ որ լավ բանի, մանավանդ եթե ձուն էլ գալիս է, իսկ բարեբախտաբար ձունը եկավ, այսինքն մաքրեց ինչ որ բաներ մեր քաղաքում, մեր հանրապետությունում, ու հուսով եմ կշարունակի գալ ձունը եւ նոր տարուն լեփլեցուն ձուն կլինի։ Այդ է ելնորից ինձ համար ինչ որ հեքիաթի պես մի բան է նոր տարին։ Այս տարի էլի նամակ եմ գրել ձմեր պապիկին, անպայման ամեն տարի գրում եմ։ Տեսնենք։ Նյութական խնդրանք է, այսինքն շոշափելի նվեր է, թե ավելի գլոբալ, եթե գաղտնիք չէ։ Թե ինչ եմ խնդրել, դա բնականաբար չեմ ասի, դա միայն ձմեր պապիկը կիմանա, բայց չէ, արդեն առանձնապես նյութական չեմ ուզում, որովհետև նյութականը առանց ձմեր պապիկի էլ ապահովված է։ Ինքներդ ձեզ համար ձմեր պապիկ եք, նաև ձեր զավակների եւ թոռնիկի համար, իսկ ինչ նվերներ եք նախապատրաստել, խոսքը այս դեպքում երևի թե դարձյալ այդ բառը օգտագործեմ, ոչ թե շոշափելի նվերների մասին է, այլ ինչ եք բնավ չենք տանում ավարտի մեր զրույցը, դեռ նոր ենք սկսում, ինչ եք ցանկանում ձեր երեխաների համար։ Գիտեք, երեխաներս ամենաթանկ բանն են, որ կա իմ կյանքում, տղաներս, աղջիկս, հիմա արդեն թոռնիկս, ամենակարևոր մարդը, իրենք էլ են նամակներ գրում ձմեր պապիկին։ Հետո դա գալիս են, նամակները ձեզ են տալիս։ Չէ, նամակները դնում են տոնածառի տակ, փորձում եմ առանց իրենց իմանալու ընթերցեմ, դե տղաներս արդեն հասկանում են, որ մեծ են։ Իսկ թոռնիկս դեռ մինչև հիմա բանանում, որ ձմեր պապիկը եկավ, կարդաց եւ այլն եւ այլն։ Տեսնենք, թե ինչ նվերներ են, էլին բնականաբար չեմ ասի, որտեւ իրանք էլ կարող է լսեն հաղորդումը իմանան, բայց կարծում եմ, որ ձմեր պապիկը իրենց ուզածները կբերի։ Դե այդպիսի պապիկ ունենալու պարագայում կարծում եմ, որ նաեւ հրաշքին հավատալը շատ կարևոր է այս պարագայում, եւ քանի որ խոսեցինք երեխաների մասին, առհասարակ ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում երեխաներին միշտ ուշադրություն եք դարձրել եւ հատուկ նախագծեր, ես ուզում եմ հերթով անդրադառնալ թերևս այս պահին ամենակարևորին։ Ձմեռը ոչ բոլորի համար հրաշքների եւ հեքիաթների շրջան է, ոմանց համար դա փորձություն է, հաշվի առնելով, որ ձյուն եկավ, ցուրտ է եւ Արցախի երեխաները բաճկոնների կարիք ունեին։ Մի փոքր այդ նախագծի մասին պատմեք եւ արդյոք սա այն առաքելությունն է, որը մեզ շարունակում է
թողնում է մարդ մնալ։ Գիտեք, երեխաներին եւ մասնավորապես Արցախի երեխաներին միշտ էլ փորձել եմ ինչ-որ բանով օգտակար լինել, որովհետեւ շատ բաներում իրենք են ինձ օգտակար եղել։ Շատ բաներ եմ ես իրենցից սովորել, հենց երեխաներից, Արցախի երեխաներից, ու մեր երեխաներից նույնպես։ Իսկ մի բան կնշեիք։ Դժվար է դա նշել, դա նշվող չի, դա զգացողական է ավելի շատ, ու հիմա մանավանդ որ տնից տեղից կտրված են իրենց հարազատ տնից։ Ինչ-որ բանով փորձում ենք իրենց օգտակար լինել եւ ունեմ շատ բարեկամ Սամվելը Մովսիսյան, որի հետ միասին եւ նախաձեռնում ենք դեռ մի 2 տարի առաջ, երբ պանդեմիայի պերիոդներ, ավշուտ արդեն 5 տարի ավելի առաջ։ շատ տարի առաջ, մենք ձեռնարկեցինք հեռախոսներ նվիրել Արցախի երեխաներին, որովհետեւ ոչ դպրոցները փակ էին, տներից հեռավար ուսում էր գնում ու ոչ բոլորը այդ հնարավորություն ունեին ու մոտ 1500-2000 հատ հեռախոս այն ժամանակ փորձեցինք երեխաներին հասցնել ու տենց անընդհատ իսկ այս տարի դա փորձություն է բոլորիս համար, իրենց համար չի փորձություն, մեզ համար է փորձություն, մարդ մնալու փորձություն, մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու փորձություն, այնպես չի եղել, որ հայաստանյան երեխաները անտեսված են մնացել, երբեք, հիմա չեմ ուզում շրջանները կոչել, որ մեկը չասեմ մյուսը մոռանամ, համարյա թե բոլոր շրջաններում փորձել ենք երեխաներին օգտակար լինել, որքանով որ մեզ հնարավորություն է տրված եղել։ Իսկ այս տարի միացան Արցախի երեխաները, ու այդ բաճկոնները շատ կարևոր է, սիմվոլիկ էր։ Գիտեք, երեխաների ուրախություններ պետք տեսնել։ Բնականաբար բոլորին չհասցրեցինք, բայց որքանով որ խնդրել էինք, որ գրի առնեն այն երեխաներին, որոնք շրջանում են ու որոնք կարողացան գալ, որոնք չկարողացան գալ, մենք իրենց հասցրեցինք, բայց մոտավորապես ինչ-որ մի քանակի մարդկանց կարողացանք ներգրավել այդ բաճկոնների մեջ։ Ու դա շարունակվում է։ Մինչև այս վերջերս էլի ու հիմա էլ ես ցավոք սրտի չկարողացա գնալ առողջական պայմաններով, բայց Սամվելը Մովսիսյան հիմա Գյումրիում է, գնաց Գյումրի ու ընդեղի երեխաներին տնակներում, որոնք որ բնակվում են ու ոչ միշտ ունեն հնարավորություն մեծերը իրենց երեխաներին հասնել, Սամվելը կփորձի մեր բոլորի անունից հասնել։ Հրաշալի նախաձեռնություն է, պարոն Թոխատյան, քանի որ խոսում ենք Արցախի երեխաների մասին, այսօր Արցախ արտաբերելիս ինչ եք զգում։ Կարոտ առաջերտին, որովհետև միշտ շատ դրական էմոցիաներ են եկել, երբ Արցախի մասին խոսքը գնում էր իմ ներկայությամբ կամ ես էի բացում այդ խոսքից, դա հաճախ է շատ լինում։ Արցախը բացահայտելուց հետո ինձ համար դա 93 թիվն էր ու մինչ այսօր մնացել է հարազատ վայր։ Ուղղակի մի բան հեշտ չեմ ուզի, որ ոնց պապիկս իրեն կարծը ասելով շուրթերին այդպես էլ հեռացավ, ես չէի ուզի, որ նույնը կատարվի մեզ հետ, որ մենք Արցախ ասելով հեռանանք, այդ հոգսը, այդ բեռը դնելով մեր երեխաների, մեր թոռնիկների, ծոռնիկների ուսերին, դա ճիշտ չի, դա լավ չի։ Լավ կլինի, որպես այդ հարցը լուծվի, Բարդ է, շատ բարդ է, ու ես առանձնապես, գիտեք, բանով չեմ տառապում, որ մենք հետ կբերենք եւ այլն, չնայած մինչեւ հիմա Արևմտյան Հայաստանն էլ
մարդիկ կան, որոնք որ հանգիստ ասում են հետ կբերենք, քեզ կանենք ու ես միշտ իրենց հավատին հարգանքով ու զարմանքով եմ նայել ու երևի թե մի օր դա տեղի կունենա այն նույնը պետք է լինի Արցախի հետ որովհետև մենք նույնը չարեցինք Նախճեվանի հետ եւ մնացած շրջանների հետ ցավոք սրտի բայց այսօր Արցախը մանավանդ որ մեր հայրենակիցներն էլ հենա մեր կողքին են շոշափելի են ուղղակի մենք ենք ցավոք սրտի հաճախ մոռանում դրա մասին ու ինձ համար ամենամեծ ցավը նա է որ ես վերջերս հաճախ վատն ես լսում Արցախցու մասին այ դա ամենաահավորն է դա ամենաանմարդկայինն է ու դա մարդկային որևէ բանից նշուրից զրկված մի բան է որը մարդ կարող է թույլ տա վատը ասել Արցախցու մասին չկան արցախցիների մեջ վատը կան հայաստանցիների մեջ չկան սփյուռքացիների մեջ չկան բնականաբար կան բայց դա չի նշանակում որ դրա մասին պետք է բարձրաձայնել ու մանավանդ արցախցիներին վիրավորել դա շատ վատ բան է Իհարկե ես չեմ հարցնի ինչպես եք դա պատկերացնում, բայց հաջորդ հարցի մեջ ուզում եմ այ դուք կարևոր բան ասացիք, չեք ուզում բեռը թողնել գալիք սերունդների, մեր երեխաների, թոռների, ծոռների վրա այդ իսկ պատճառով թերևս շատ կարևոր է ներկայիս մատաղ սերնդի կրթությունը եւ դրան նույնպես դուք միշտ անդրադարձել եք եւ բավական է հիշել Այբենարանը եւ հիմա Արդիբուկը, որը չգիտեմ ես գուցե ինչ-որ կրթական ցենզի իջեցումը եւ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր այն բաց թողումները, որոնք եղան վերջին տասնամյակներում, արդյունքը հիմա քաղում ենք։ Ավելի քան կարևոր է այսօր ուշադրություն դարձնել կրթությանը, որպեսզի մեր այն հեռագնա ծրագրերը մի օր իրականություն դառնան։ Իսկ ինչու է այդքան կարևոր ձեզ համար հենց երեխաների նախագծերը եւ այս դեպքում, եթե չեմ սխալվում, չեք երևում, հա, հնչյունավորում եք միայն։ Գիտեք, ընդհանրապես կրթական ցենզը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահել, որովհետև հետագայում այդ երեխաներն են, որոնք դառնում են երկրի տեր տիրականը, որոնք ղեկավարում են երկիրը, երկրի տնտեսությունը, երկրի մշակույթը, երկրի կրթական եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա համար կրթությունը շատ կարեւոր է։ Ու երբ որ մենք շփոթում ենք կրթության կարեւորությունը, կրթության նորաձևության հետ, դա ահավոր է։ Դա ահավոր է, ինչ անշնակում նորաձև ես երբեք դա չեմ հասկացել։ Միգուցե ես մեծ եմ, չեմ հասկանում դա, բայց ես չեմ կարծում, որ երիտասարդները մինչև վերջ գիտակցում են, թե դա ինչ է նշանակում նորաձև կրթություն։ Ուրիշ բան է նոր ձևերը օգտագործել կրթության մեջ, տեխնիկայի առաջընթացը եւ այլն, մի բաներ, որոնք մեր ժամանակ կոմպյուտերներ չկային, հիմա կան, դա բնականաբար քայլ, երկու քայլ անգամ 10 քայլ առաջ է, դա մի բան է։ Բայց կրթությունը շատ կարևոր է, դրա համար, քանի որ իմ առաջի մասնագիտությամբ ես մանկավարժ եմ, ապա այդ կարոտը միշտ մնացել է ու այդպես ստեղծվեց մեր Այբենարանի միտքը, հետո հեքիաթներ պատմել երեխաներին, հետո արդեն Արդիբուկը ինձ համար շատ կարևոր մի բան, սկզբից անհասկանալի, որովհետև էլի դա, դե գիտեք, տենց ինչ-որ սարք, որը դնես գրքի վրա գիրքը խոսի, ու երեխաները հրճվում էին, իձե զարմանքով էին նայում, թե դա ինչ է, ու հետո շատ լավ էր, որ Պավելը, Գերմանիայի մեր հայրենակիցը, ինքը ստեղծեց դա իր ընկերների հետ միասին ու ես այնքան շնորհակալ եմ իրեն, որ ես հրավիրվեցի ձայնագրել աշուտ դրա տվյալները, հետո արդեն էլի որոշ պատճառներով ես հետ կանգնեցի, բայց շատ լավ դերասաններ մասնակցեցին դրան, շատ լավ էր եւ Մկրտիչ Արզումանյան ձայնագրեց, որ շատ հաջող եւ
Չոբանյանը ձայնագրեց շատ հաջող, մի խոսքով, դա շատ կարևոր բան է, Արտիբուկը ունի մեծ ապագա, ես կարծում եմ։ Մեր այվենարանը ես շատ կուզենայի նորից նոր ընթերցում ունենար անպայման, ես ինքնակատեմ պրոյեկտը։ Աշխատում եք այդ ուղղությամբ։ Փորձում եմ աշխատել, բայց գիտեք, քանի որ առանձնապես Պետրոսյանը դա չի հետաքրքրում, ոնց են ժամանակ չէր հետաքրքրում, այնց էլ հիմա չի հետաքրքրում, իսկ դա շատ թանկ պրոյեկտ է։ Ընդհանրապես մանուկների համար պետք է անես կամ շատ լավը, կամ չանես ընդհանրապես։ Ու տեսնենք ոնց են ժամանակ Արմենի հետ Համբարձումյան փորձեցինք անել ու արեցինք, նույնն էլ հիմա կլինի։ Հուսանք, որ այդպիսի կարևոր նախագծերը անպայման կյանքի կկոչվեն, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ ոչ միայն բարերարներ, այլև նրանք, ովքեր գիտակցում են կարևորությունը նման նախագծերի։ Պարոն Թոխացյան, ուզում եմ անդրադառնալ մի կերպարի, որի մասին, եթե ես սխալվեմ, ինձ ուղղեք, բայց ինձ թվում է, որ շատ քիչ է խոսվել, եւ շնորհիվ այն լուսանկարի, որ վերջերս տեղադրեցիք ձեր սոցիալական կայքերից մեկում, մենք իմացանք, որ Արմեն Զուրաբովի տետր նախադպրոցական պարապմունքների համար վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմ ներկայացման մեջ կերտել եք մի բոլշևիկի կերպար, ում անունն է Սիմոն Տեր Պետրոսյան, մեզ ավելի հայտնի Կամո անունով, եւ եթե իսկապես դա շատ հայտնի ներկայացում է, ուրեմն ես եմ բաց թողել։ Այ հետաքրքիր է, շատերի համար Հրանտ Թոխացյան ասելով մենք պատկերացնում ենք մեր բակի Հրանտին, պլաշով, գոտիով, մի քիչ բարձր կապած եւ գլխարկով։ Բայց երբ նայում ես այդ ներկայացումը, հասկանում ես, որ մեկ ուրիշ ամպլուայի դերասան է այնտեղ։ Երբևէ, այսինքն դուք եք նախընտրել այդ կատակերգային ժանրը, իդեպ շատ այդ ժանրի դերասաններ խոստովանել են, որ կատակերգակ լինելը ավելի դժվար է, քան դրամատիկ դերասան եւ ծիծաղեցնելը ավելի բարդ է, քան ստիպել արտասվել։ Այնուամենայնիվ, դրամատիկ դերասանի կարիերայի կարոտ չունեիք։ Գիտեք, միշտ անենց ճիշտն ասած բան է զգում, երբ սկսում են քեզ հիշել մեր բակից, որովհետև ոնց որ մոռանան մինչ այդ տասնյակ տարիներ կամերային թատրոնը։ Ներողություն, իսկ դուք դրանում մեղք չունեք։ Չէ։ Անկեղծ ասած չէ, որովհետև այդ այն ժամանակներն էր, երբ վիդեոնկարահանումները ներկայացումների համարը չէր արվում, շատ քիչ էր։ Եթե պետական հեռուստատեսությունը որոշում ընդուներ որևէ ներկայացում նկարահաներ, ինչը Փառք Աստծո անում էր ու դրա համար էր մեր շատ ու շատ լավ ու հրաշք դերասաններ մինչև հիմա մեզ հետ են, անգամ չկան, բայց մեզ հետ են բեմում, ինչպես Խորեն Աբրամյանը, ինչպես Մհեր Մկրտչյանը, Սոզ Սարգսյանը եւ այլն շատ դերասաններ, Հրաչյան Ներսիսյանը, անգամ ինչ որտեղ Վարամը Փափազյան, ցավոք սրտի շատ քիչ, բայց ինչ որ մի բան Վարամ Փափազյանից մնացել է ու շատ մեր դերասաններ են, որոնց ես չտվեցի թող ներող լինեն։ Մեր ժամանակ, քանի որ մենք փոքր թատրոն ենք, նոր թատրոն ենք եւ այլն, այտենց առանձնապես մի անգամ Մոսկվան նկարահանում արել կամերային թատրոնում ու այդ հաղորդումը տենց էլ Մոսկվայում մնաց ու մի երկու ներկայացում կա, որոնք մնացել են, դա համար իմ մեղքացելով դժվար է, որովհետև դրա մասին խոսելը ծանր է, պետքա տեսնես, թատրոնը դա խոսելով չի, դա տեսնելով է։ Իսկ առաջարկներ եղել են այլ կերպարի, այլ ամպլուայի դերերի։ Այն ժամանակ մենք չէինք համաձայնվում, որովհետև թատրոնի շինարարությունն էր, թատրոնը նոր իր կայացման պիրիոդներ անցնում, պետք է բացվեր թատրոնը, Փառք Աստծո որպես պետական թատրոն բացվեց կամերային թատրոնը ու զբաղվածությունը շատ էր։ Ու այն ժամանակ թատրոնը բավականին պոպուլյար էր քաղաքում, շատ, ու ոչ միայն մեզ մոտ Երևանում,
այլ նաև Երևանի սահմաններից, Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև ամենաշատ հյուրախաղերի մասնակցող թատրոններ եւ այլն, ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև Խորհրդային Միությունից դուրս։ Բնականաբար սոցիալիստական լագերի երկրները, բայց ամենայն դեպս ու առաջիններից մեկն էր, որ գնաց Միացյալ Նահանգներ, այդքան հեշտ չէր այն ժամանակ 88 թիվ։ Մի խոսքով, հետո արդեն ես գնացի կամերային թատրոնից, աշուտ իմ սերունդը գնաց, որովհետև մենք երևի մի քիչ մեծացանք ու եկավ նոր սերունդ, հիմա երկրորդ, երրորդ, հիմա կարծեմ չորրորդ սերունդն է կամերային թատրոնի, բայց թատրոնը իմ հարազատն է, իմ հայրական տունն է, իմ ամբողջ կյանքի իմաստն է, ու ես ուրախանում եմ նրա հաջողություններով, այն դերասաններով, որոնք հիմա կան այդ թատրոնում, ինձ համար շատ հոգեհարազատ են, ու ես անընդհատ փորձում եմ ներկայացումներին մասնակցություն ունենալ։ Անգամ խաղում եմ հիմա բեմում, հիմա չէ, բայց մի 2-3 տարի առաջ դեռ խաղում էի բեմում, Քաշնազար ներկայացումը, Նազար մինչև վերջ։ Այնպես որ ինձ համար հոգեհարազատ է։ Ինչ վերաբերվում է ամպլուային, գիտեք, ես հենց ընտրել եմ կամերային թատրոնը, չլինելով, այսպես ասեմ, պրոֆեսիոնալ դերասան, չունենալով դերասանական կրթություն, ու օրինակ ես մեծ հաճույքով լսում եմ դերասաններին, երբ իրենք պատմում են իրենց ստեղծագործական ուղու մասին, իրենց ուսուցիչների մասին եւ այլն, թատրոնի նիստուկացի մասին զարմացած լսում եմ, որովհետեւ մենք այլ կերպ ենք գնացել, այլ ուղղություն ենք վերցրել, այլ դրամատուրգիայի վրա ենք մեծացել, դրա վրա կրթվել ու այդտեղ ենք մեր կրթությունը ստացել, գրքերի, դասագրքերի հիման վրա, ցերեկը շինարարություններ, երեկոյան կրթվում ենք։ Դրա համար ինքը մի քիչ ուրիշ ոճի թատրոն է, համեմատելու չի մեր մնացած թատրոնների հետ։ Ու մինչև հիմա էլ ես էլի որ զբաղվում եմ թատրոնով, իմ մտերիմ ընկերների հետ միասին, Արմենետ Համբարձումյան, Արտուրետ Սահակյան, մեր հեղինակ Վահրամետ Սահակյան, հիմա արդեն Գևորգ Հալթունյան միացավ, մի խոսքով քիչ-քիչ ընդլայնում ենք մեր շարքերը, էլի հիմքում կամերային թատրոնի ոճն է։ Դրա համար մտածել զբաղվել այլ ոճի ներկայացումները, դրա համար կան լավ դերասաններ, կան լավ թատրոններ, իրենք դրանով զբաղվում են։ Ես էլ գնում եմ որպես հանդիսատես նայում եմ, ես ինքս այդտեղ մտնել չեմ ուզում։ Ինչպես որ իրենք չեն մտնում այնտեղ, որտեղ որ մեր թատրոնն է։ Իրենց համար է դա բարդ։ Ինչպես ինձ համար է բարդ այն մյուս թատրոնը, այնց էլ իրենց համար բարդ է այս թատրոնը։ Չգիտեմ որքանով է տեղին զուգահեռը, բայց Գեորգի Վիցենը շատերի կողմից, այսինքն հիմնականում ընկալվում էր որպես հարբեցող, այդ կերպարն էր ինքը մարմնավորում, եւ երբ որ խաղաց Բալզամինովի ամուսնությունը ֆիլմում բոլորը հասկացան, որ շատ ավելի մեծ պոտենցիալի տեր դերասան է ինքը, բայց թերևս եթե չեմ սխալվում, այդ մեկ կերպարը մնաց ոչ կատակերկային, թեև այնտեղ էլ կա որոշակի այսպես զուգահեռներ իր հիմնական կերպարի հետ, բայց հիմա դժվար է ասել, դուք մնալով այս ամպլուայի մեջ դրամատիկ դերասանները ձեռք բերեցին, թե կատակերկային ժանրը շարեց։ Գիտեք, շատ հետաքրքիր է, մենք Գեորգի Վիցենից խոսեցինք, ձեզ հետ լիովին համաձայն եմ, բայց չմոռանանք մեր Ռաֆայել Քոթանջյանին, որին որ հանդիսատեսի ցավոք սրտի մեծ մասը ընկալում է որպես կատակերկու դերասան, բայց ինքը դրամատիկ թատրոնի բեմում խաղացել է անենց դերեր, որ զարզադվում էր դալիճում նստած։ Նույնը Մհեր Մկրտչյանը ունի շատ հրաշք դրամատիկ դերեր, շատ, որոնց հետ ոչ բոլորն են ծանոթ, ցավոք սրտի, ավելի շատ կինո կերպարներով։ Կինոն ինքը ունի իր ամպլուան, որը որ ռեժիսորները դրան սովորում են, դա էլ օգտագործում են հետագայում։ Օրինակ Կամուն եղավ դրա հակառակը, որովհետև Արմեն Զուրաբովը, որը ծագումով թիվլիզեցի է,
ու ապրում էր Մոսկվայում երկար տարիներ ու շատ լավ սցենարներ գրում, իր սցենարներով բավականին ֆիլմեր կային նկարված ու այդպես իրեն գիտենք որպես հեղինակ։ Ես անգամ իր գրքերը ունեի։ Ու շատ պատահական ինքը հայտնվեց Երևանում ու պատահական հայտնվեց կամերային թատրոնում։ Ընդ որում պատահական Նազար ներկայացման ու ներկայացումից հետո առաջարկ եղավ գնալ Մոսկվա փորձել ֆիլմում։ Ինձ թվում էր դերերից մեկն է։ Ու իրան էլ էր այդպես թվում։ Երբ որ գնացինք Մոսկվա, նկարահանումը արվեց, ինքը ասեց, իսկ կփորձես խաղալ կամո։ Ո՞րն էր ձեր առաջին ռեակցիան այդ առաջարկին։ Զարմանքը, որ ինչի ես ու ինչից ելնելով ինքը այդ առաջարկ արեց, որովհետև տեսել էր շատ թեթև չէ, Նազարը շատ բարդ ներկայացում է, մանավանդ կամերային թատրոնի Նազարը Արա Երենջակյանի ու ինքը միշտ հաճո չի եղել իշխանությանը, ոչ մի ժամանակ, ոչ այն ժամանակ, ոչ հիմա 90-ականին, ոչ մանավանդ հիմա։ Բայց ինքը այդ ներկայացումն է նայելու կոմիկական դեր է, Նազարի դերը բարդ, բայց կոմիկական։ Դա մոր զարմանքն էր առաջ երթին, հետո պատվավոր էր, բայց ես գիտեի, որ ֆիլմի նկարահանումը սկսել է։ Ու Կամոյի դերում մասնակցում էր շատ հայտնի դերասան այն ժամանակ։ Հիմա ցավոք սրտի չկա, բայց այն ժամանակ ինքը բավականին հայտնի դերասան էր։ Ու Արմեն Զուրաբով ասի, բայց ասեց դա թող քեզ չուզի։ Ես նորից կսկսեմ նկարահանումները, որտեղ մի քանի ռեժիսորներ սկսել էին, ինքը չէր համաձայնվել այդ կերպարների հետ ու ինքն էր նկարում ֆիլմը։ Ու այդպես ես մնացի ֆիլմում 3 սերիանոց այն ժամանակ կենտրոնական հեռուստատեսություն, Մոսկվա, այդքան հեշտ չէր մտնել այդ կատեգորիայի մեջ, բայց ստացվեց ու ես այնքանով եմ ուրախ, որ իմ շատ լավ բարեկամ ու ընկեր Միքայել Պողոսյանն էլ նկարվեց ֆիլմում։ Մենք երկուսով նկարվեցինք, ինքը կերպարներից մեկը խաղաց ու փայլուն խաղաց։ Շատ համոզիչ։ Գիտեք, թվում է թե փոքր դեր էր, բայց ինքը հիշվող դեր էր շատ։ Իմիջիայլոց Կամոն այն ժամանակվա Արմեն Զուրաբովի նկարած Կամոն դա 85 թիվն էր։ Ինքը ֆիլմում օգտագործեց եղեռնի թեման եւ թուրք խոսքը առաջի անգամ օգտագործվեց, որը որ բնականաբար կենտրոնական հեռուստատեսությունը եւ Ռուսաստանը դա անհնար էր այն ժամանակ դրա մասին ընդհանրապես մտածել ու խոսել, բայց ինքը կարողացավ դա անցկացնել ու Միքայելն էր խաղում այն հայի դերը, որը որ Կամոյին օգնեց հոգեկան հիվանդ իրեն ներկայացնել Մոաբիտի բանտային հիվանդանոցում ու 3 տարի Եվրոպայի լավագույն բժիշկները չէին կարողանում տարբերակել ինքը իսկապես առողջ է թե հիվանդ։ Մի խոսքով դա առանձին խոսակցություն է ու Միքայելը այդ Վահրամի դերն էր կատարում, որը որ Կամոյին ոնց որ սովորացեց ոնց է պետք խաղալ հոգեկան հիվանդ։ Ու այնտեղ Վահրամը Միքայելը Պողոսյան ասում էր, որ երբ թուրքերը մտան մեր տուն, երբ մորթեցին իմ ծնողներին, իմ քույրերին էսպես, այնպես մի խոսքով շատ դաժան պատմություն է պատմում իրեն մասին, ռուսական տարբերակում, քանի որ ռուսական էր ֆիլմը, ասում էր անի։ Հայերեն Միքայելը ասում էր թուրքերը ռուսերենում, ես էի Միքայելին թարգմանում ռուսերեն, ասում էի անի։ Անի վաշլի, անի եւ այլն։ Հետաքրքիր նրբություն է, բայց շատ կարևոր։ Հա, բայց թեման վերջի վերջո հնչեց ֆիլմում ու դա շատ կարևոր էր։ Իհարկե կարելի է մտածել, որ Կամոն բոլշևիկի կերպար էր, կոմունիստ կերպար էր, բայց շատ հետաքրքիր կյանք է ունեցել Կամոն, որովհետեւ Արմեն Զուրաբովը կար Կամոյի մասին 3 հատ ֆիլմ։ 50-ականների վերջին, 60-ականների սկզբին նկարահանած Գուրգեն Թոմասն էր խաղում։ Ու դա
շատ փայլուն ֆիլմեր էին ու փայլուն կատարում, բայց դա կամոյի ոնց որ կենսագրության մի մասն էր, ավելի հույ սենց բան, իսկ կամոն բավականին լուրջ եղեմանան վերջի տարիները եւ կրթության առումով եւ աշխատանքի առումով եւ այլն, ընդ որում կամոն եղել է Ստալինի համադասարանցին, միասին են սովորել, ու կամոյին կամո կոչել է Ստալինը, շատ հետաքրքիր է։ Պարոն Թոխացյան, իսկապես կարելի է մի առանձին երևի հաղորդում նվիրել այդ ներկայացմանը, բայց ես ուզում եմ անդրադառնալ ներկայիս ձեր մի ներկայացման, որ նախ սկսեմ դրանից, որ բոլորս անհանգիստ էինք ձեր առողջության համար եւ շատ ուրախացանք, երբ կրկին ձեզ տեսանք բեմում էներգիայով լի, ստեղծագործական, այսպես ավյունով եւ ձեր որդին, Արամը ասած, ով նաեւ պրոդյուսերն է ներկայացման, որ կարոտել էիք շատ բեմը, բայց վերադարձաք այնպես, կարծես չէիք էլ բացակայել։ Շատ լուրջ եւ կարեւոր ներկայացում է եւ առաքել ասելով ավելի շատ ներկայացում առաքելություն ենք տեսնում։ Հիմա չեմ ուզում մանրամասնել, որտեղ վստահ եմ դարձյալ կլինեն ներկայացումներ եւ մարդիկ կգան ինքները կտեսնեն, կհամոզվեն, որ պետք է գոնե մեկ անգամ դիտել։ Ինչ եք կարծում, ներկայացումը ի վիճակի է այ միասնության կարևորության մասին է խոսվում։ Ներկայացումը կարող է փոխել մտածողությունը հասարակության։ Եվ այո եւ ոչ։ Մեր բոլոր ներկայացումներն են առաքել եւ Խաթաբալադան եւ Միակուլպաները, մեկը, երկուսը եւ Ժանգոտ Բանալին, իրենք էլ իրենց տեսակի մեջ էին առաքելական եւ մանավանդ Միակուլպան, որը գնաց 15-16 տարի բեմում ու այդ քանակի հանդիսատեսը, որ նայել է, ընդ որում մասնավոր ներկայացում։ Դա պետական որևէ բան չուներ, մասնավոր էր, մենք ընդհանրապես առաջի մասնավոր թատրոնն էինք Հայաստանում, հիմա շատ են ու ես շատ գոհ եմ, թող շատանան, բայց ներկայացումները իրենք սոցիալական եւ ավելի քիչ, բայց քաղաքական բնույթ են կրում, ավելի շատ սոցիալական բնույթ, ու իրենք առաքելական էին այդ ներկայացումները, եւ հեղինակի կողմից, եւ ռեժիսորի կողմից, եւ մեր դերասանների կողմից, մի խոսքով շատ բարդ է նման ներկայացումները ստեղծելը ու գիտեք բեմը ինձ բուժեց վերջնական փառք այն բժիշկներին, որոնք իմ կողքը իմ մեջքին կանգնած էին, իմ բուժումով զբաղվում էին, թե այստեղ, թե Միացյալ Նահանգներում, որովհետև այն վիճակներ, որ պետք է նրանց մասնակցությունը եւ ես որոշակի ժամանակով մեկնեցի Միացյալ Նահանգներ բուժումը ստանալու, բայց հետո արդեն այստեղ թե վիրահատությունը, թե բան այստեղի բժիշկներն են արել, փառք իրենց, ու մինչև հիմա շարունակում են իմ կողքը մնալ, իմ մեջքին մնալ, որպեսզի ես ինձ լավ զգամ, բայց վերջնական բուժումը ինձ տվեց բեմը, ու ես օր առաջ ուզում էի բեմ բարձրանալ, շատ դժվար էր, Արամս էլ էր դա տեսնում, Արտուրն էլ էր Սահակյան տեսնում, Սամվելին Թոփալյան ես ուղղակի այ օգտվելով առիթից սափարում եմ, որովհետև ինքը անենց ոնց որ ինքը խաղաց այդ դերը ու ոնց որ ինքը ինձ թիկունք եղավ, դա ուղղակի մեծ բան էր։ Առաքելի պես ներկայացումներ, առաքելի պես չէ, կլինեն ուրիշ ներկայացումներ, որոնք կգնան այդ շարքը, առաքել ներկայացման շարքը, որովհետև առաքելն էլ իրեն դժվար է համեմատել Միակուլպայի ու Խաթաբալադայից, ինքը մի քիչ ուրիշ է, մի փոքր ուրիշ զեղվածություն ունի, որովհետև հեղինակն է ուրիշ, Գևորգ Հալթունյան, բայց հիմա ես կարծում եմ, որ 2 անգամ 3 ներկայացում կան, որոնցով հիմա զբաղվում ենք, մեկի հեղինակը էլի Գևորգ Հալթունյան, մյուսը, որ ինձ համար շատ կարևոր ծրագրային ներկայացումը Մհեր Նամակրչյան հեղինակում, ներկայացում, որում խաղանք ես ու Լիլիթս հայր աղջիկ երկուսով։ Դա ավելի բարդ է, թե ավելի հեշտ, երբ մի ընտանիքից եք։ Կբարձրանաք բեմ, բայց ժամանակ կզգամ։
Բայց ես վստահ եմ Լիլիթի մեջ։ Այդ տղաներս այդքան բեմին պատրաստ չէին, իրենք բեմական չէին։ Հետաքրքիր է։ Չնայած արվեստին մոտ մասնագիտություններ ընտրեցին, Արամս պրոդյուսերը, Հայկս Գովազովը զբաղվում, բայց Լիլիթը դերասանուհի է, կարծում եմ կստացվի, տեսնենք։ Եվ Հարութը Քբեյան, մի ներկայացում էլ ինքնահեղինակը, մինչ այդ չէի խոսում, բայց հիմա արդեն ավելի 61 փակագծերը։ Հա, մի փոքր հետո արդեն ուղղվածություն երևում է ներկայացման համար հանգստացում եմ։ Մի փոքր էլ Առաքելի մասին իհարկե կարելի է այսքանով սահմանափակել, բայց հետաքրքիր է անձամբ դուք ինչ եք ուզում, որ հանդիսատեսը տանի իր հետ, ինչ փոխի կամ ինչ ընկալում ունենա ներկայացումից։ Գիտեք, ես պետք է խոստովանեմ, մտածում եմ այդ մասին խոսել թե չէ, բայց սկզբից ինձ թվաց, որ միանշանակ խոսքը դեկտեմբերի 1-ի ներկայացման մասին էր, որին ներկա է, որ ամբողջ դահլիճը եւ երկու դերասանները մեկ սրտի բաբախյունով են շարժվում, շնչում, ապրում, բայց հետո երբ մի ռեպլիկ հնչեց այն մասին, թե արդյոք այս երիտասարդների մահը հանուն ինչի էր, միթե հանուն ոչնչի, իմ ետևի շարքում նստած էին կանայք, պայմանական 60 անց, ովքեր այնքան վատ ընդունեցին այդ ռեպլիկը, անգամ մեկը ասաց ընկերուհուն, որ իմ գումարը ետ կտաս, ես գնում եմ։ Կարծես երևի թե նրանք եկել էին Հրանտ Թոխազյանին տեսնելու, ինչ-որ ժամանցային, կատակերգային, այսպես հումորային կամ մեր բակի ոճով ինչ-որ բան լսելու, բայց բախվեցին դառը իրականության։ Ինչու եմ սա ասում, ինչ-որ բան հասարակության մեջ փոխելու ներուժի մասին, արվեստի միջոցով, ներկայացման միջոցով, որովհետև այն տարաձայնությունները, կամ չեմ ուզում պառակտում ասել, որովհետև ուզում եմ հուսալ, որ դա ժամանակավոր է, այն ինչ որ այսօր կա եւ կարծիքների բախում եւ իրականության բախում, որը կա նաեւ հենց այդ ներկայացման մեջ, դուք շատ ցայտունի օրինակ եք բերում, միտեղ արտագաղթ էր, մյուստեղ գինու տոնի օրեր։ Եվ այսպես շատ միկրոհարթության մեջ դահլիճում էլ դա տեղի ունեցավ։ Մարդիկ կարծես չկիսեցին այդ մտահոգությունը։ Այս մասին ինչ եք մտածում։ Գիտեք, ընդհանրապես դա իմ կարծիքն է։ Ես չեմ կարծում, որ ներկայացումները ինչ որ բան են փոխում հանդիսատեսի մեջ։ Միթե միայն ժամանց։ Միգուցե, չէ, որոշակի մասին մտածելու հարց են տալիս։ Ու մենք էլ առանձնապես դուրս չեն գալիս, որպեսզի ինչ որ բան սովորեցնենք կամ ինչ որ մի շատ կարևոր բան ասենք հանդիսատեսին։ Մենք դուրս են գալիս երկխոսելու հանդիսատեսի հետ։ Ինքը կարող է համաձայն լինի, կարող է համաձայն չլինի։ Այդ նույն ֆրազան, որ միտք է զուր էր այդ երեխաների, դա մերը չի, ու դա հեղինակինը չի։ Դա հնչել է։ Այո։ Ու ցավոք սրտի դա ինձ խոցել է շատ խորտ ձևի այդ տիկնոջ ասածը դա անհնար է հավատալու չի բայց գիտեք կանայք որոնք դա այլ կերպ են ընկալում կամ մինչև վերջ չեն խորացել դրա մեջ կամ իսկապես չի կարող նորմալ մարդ այդպես մտածել որովհետև այն որ մենք այսօր կանք այն որ մենք այսօր գոյություն ունենք այն որ մենք այսօր ուրախանում ենք որ նոր տարի է կամ որ նոր տարի չի թեկուզ եսիմ մայիս ամիսն է կամ փետրվար ամիսը փետրվար ամիսն էլ մենք արդեն էլ են իր իմաստը չունի բանակի օրը չենք նշում հունվարին, փետրվարին գիտեք փետրվարինը վաղուց չենք նշում համարվում է խորհրդային միությունից բայց ախր մեր հայրիկներն ու պապիկներն են այդ բանակում ծառայել մեզանից իմ սերունդն է ծառայել այդ բանակում ոնց կարելի է այդ անցյալը մի կողմ գցել ուրիշ բան է ընդունել կամ չընդունել
բայց ամբողջովին ջնջել անհնար է։ Ու նույնն էլ հիմա է։ Մեր երեխաները ծառայել են բանակում, ու չի կարելի այդ օրը չնշել։ Միգուցե նախկինում մի քիչ շատ պամպեզներ դա նշվում, դրա կարիքն էլ չկա, բայց համենայն դեպս այդ օրը պետք է նշել անպայման։ Ու նրանք, ովքեր արդեն ծառայել են բանակում, մանավանդ նրանք, ովքեր չեն վերադարձել, ցավոք սրտի, պատերազմական իրավիճակներից, նրանց միշտ պետք է հիշել ու նրանցով դաստիարակել սերունդներին։ Դա շատ կարևոր է, որովհետև հիմա կարծիքներ կան, որ պետք չի երեխաներին այլ կերպ ապետ մեծացնել, դա խաղաղության պայմանների մասին չի խոսքը։ Էլի թող խաղաղության մեջ մեծանան երեխաները, բայց հիշողությունը պետք է մնա։ Հիշողությունը ջնջել չի կարելի։ Իսկ հիմա մենք ցավոք սրտի փորձում ենք ռետինով կամաց ջնջել այդ հիշողությունը։ Դա սխալ է։ Դա մեզ ճիշտ տեղ չի բերի, մանավանդ մեր պես երկրի համար, որը հələ մինչև վերջ չի կայացել, հələ դեռ բարդ իրավիճակում է եւ քաղաքական եւ գեոգրաֆիչսկի աշխարհագրական ամենաճիշտ, ամենալավ վիճակում չի։ Ու պետք է միասին դինել եւ ոնց դա անում են մեր պես փոքր երկրները, որոնք որ կան։ Ժամանակակից տեխնոլոգիաներից խոսեցինք եւ չեմ կարող չանդրադառնալ այս արհեստական բանականություն ասվածին, որը այսօր ստեղծում է ամեն ինչ, բացի կեղծ արհեստական պատկերներից, ձայնից, նաեւ արդեն հավակնում է ինչ-որ կեղծ զգացմունքներ առաջացնել։ Ըստ ձեզ, ո՞րն է այսօր մինչ օրս ստեղծված արհեստական բանականության կողմից ամենակեղծ արժեքը, որը մարդկությունը փորձում է մատուցել որպես իրական։ Մենք արհեստական բանականության հետ շատ տարօրինակ հարաբերություններ ունենք։ Մենք ասելով դուք։ Ես, հա, մենք իրեն հետ միասին ես դա նկատի ունեի, որովհետև չգիտեմ, ինձ համար զարմանալի է, այն ինչ որ ստանում են այսօրվա գիտնականները արհեստական բանականության շնորհիվ եւ անգամ մշակույթում շատ նորարարություններ կա կինոյում, ել չեմ ասում թատրոնում արդեն կա եւ այլն, բայց դա լավ կողմերն են։ Միգուցե լավն են, բայց առանց էմոցիաների են։ Այդ դա ինձ համար խորթ է։ Միգուցե նորից եմ կրկնում, ես արդեն մեծացել եմ։ Միգուցե կենթանի շփումը ինձ համար ավելի կարևոր է ունենալ կենթանի պարտներ բեմի վրա, իրեն հետ շփվել, քան արհեստական բանականության հետ շփվել, ինձանից մի հատ էլ ստանան ու տարբեր կարծիքների, բայց իմը չի, մի խոսքով։ Իհարկե գնում է առաջ, գիտությունը ու մանավանդ արհեստական բանականությունը գնում են առաջ ու բրավո իրենց, բայց ես կմնամ իմ տեղում։ Պարոն Թոխազյան, ասում են, որ ուսումնասիրություն կա այն մասին, որ հետազոտողները հաստատում են, որ այն բովանդակությունը, որ մենք ստեղծում ենք, սկսած խոսքը սոցիալական ցանցերի մասին է, սկսած սոցցանցերից մինչև լայքերը հնարավորություն է տալիս կազմել ճշգրիտ հոգեբանական դիմանկար, նույնիսկ ավելի ճշգրիտ, քան իրական շփման ժամանակ։ Որքանով կապված եք սոցցանցերի հետ, որքանով կամ կախում ունեք եւ ինչպես է արձագանքում ձեր վերաբերյալ կոմենտներին։ Իդեպ մի բան էլ նշեմ, ուսումնասիրեցի մի քանի ռուսական կայք, որտեղ դուք մարմնավորել եք ռուսական ֆիլմերում ներգրաված եք եղել նախագծերում եւ մարդիկ ձեզ համեմատում են Ֆրունզիկ Մկրտչյանի հետ։ Ոմանք համաձայն են, ոմանք ոչ։ Կար կարծիք, որ ձեր խարիզման հորդում է ձեզնից առաջ, այդպես ամենայն դեպս կարծում եմ դրական արձագանք է։ Այս ամենը ձեր վրա անդրադառնում է թե ոչ։ Ընդհանրապես եթե վերցնել սոցիալական կայքերը, ինքը ինձ համար նամակագրության ժամանակակից տարբերակն է։
Իմ շատ ծանոթներին կամ ընկերներին ամեն օր հնարավորություն չի լինում տեսնել, զրուցել եւ այլն եւ այլն, դա մի հնարավորություն է անընդհատ շփման մեծ մասամբ ու մանավանդ նրանց, ովքեր չեն ապրում Հայաստանի տարածքում ինչ որ ինֆորմացիա տալ եւ այլն, ոնց ասիկ նկարները եւ այլն, ինչ որ տես բաներ ես տեղադրում, դա տալիս է ռոպեական, անգամ վարքյանական կոնտակտ որևէ քո հին ծանոթի հետ։ Մնացած մարդկանց կարծիքը սոցցանցերում ոչ միշտ է ինձ հետաքրքրում, որովհետեւ դա ոչ միշտ է լինում պրոֆեսիոնալ մարդկանց կարծիք։ Եվ adekvat։ Ու ոչ պրոֆեսիոնալ մարդը իրեն թույլ է տալիս գնահատական տալ այսինչ կամ այնինչ գործիչին, կապ չունի որ բնակավարից է։ Սկսած մանկավարժությունից վերջացած գիտությամբ, որտեղ որ ինքը որևէ գաղափար չունի։ Ուրիշ բան ինքը կարող ասի իրան դուր եկավ, թե դուր չեկավ, դա վերջնական, բայց մի խոսքով դրա համար առանձնապես տեղի գրածները ինձ բան չեն անում։ Ինչ վերաբերում է ռուսական ֆիլմերում խաղալ ունեք նոր առաջարկներ։ Չեք պատկասում ինչ քանակի դերերից ես հրաժարվել եմ, որովհետև իմ հայրենակցի ոչ միշտ է կոռեկտ դեր։ Ու ովքեր համաձայնում են, ես գտնում եմ, որ դա սխալ է։ Ու ոչ միշտ են դա լինում հայեր, ցավոք սրտի, բայց խաղում են հայ ու խաղում են բադ։ Կարևոր բան եք ասում։ Առաջարկներ բնականաբար ես մի 2-3 տարվա ընթացքում եղան, բայց ես հնարավորություն չունեի նկարվելու, հիմա էլի կան առաջարկներ։ Գարնանից ինձ թվում է կսկսեմ, բայց էլի բավականին լուրջ ծանոթանալով սցենարի հետ, լուրջ ծանոթանալով նրա հետ ինչ են ինձ առաջարկում խաղալ, նոր ստայեմ դրան համաձայնվել։ Վստահ եմ, որ նոր կերպարը, որը արդեն հայ իրականությունից դուրս կլինի, դարձյալ պատվով կներկայացնի հայի կերպարը։ Պարոն Թոխածյան, եւ մեր զրույցի ավարտին մի քանի կարճ հարցեր բլիցի տեսքով եւ հավանաբար կարճ պատասխաններ։ Համեցեք։ Համլետ թե Կիկոս։ Շատ բարդ հարց է։ Երկուսն էլ։ Բեմ թե էկրան։ Բեմ։ Ծափահարություններ թե լռություն, որն է դերասանի իրական հաղթանակը։ Ծափահարությունները։ Իսկական ցավ թե տաղանդավոր խաղ։ Տաղանդավոր խաղ երևի։ Անցյալի կամոն թե այսօրվա առաքելը։ Վաղվա նոր կերպարը։ Եթե լիներ ժամանակի մեքենա, կցանկանայիք ճանապարհորդել անցյալ թե ապագա։ Ապագա։ Բնականաբար ապագա։ Շնորհակալություն։ Քանի որ սկզբում նշեցինք ամանորի նախաշեմին ենք, իհարկե կխնդրեի ձեր բարեմաղթանքը, ձեր ուղերձը հանդիսատեսին, հայրենակիցներին, որոնց ովքեր հիմա մեզ լսում են։ Բարեմաղթանք Իրեք ավշուտ շնորհավորանք, որովհետև որևէ բան ասել կամ եւ այլն կիսվել, ես չեմ սիրում, ես չեմ կարծում, որ այդ փորձը ունեմ, որով որ կարող եմ կիսվել, ես միշտ շնորհավորեմ բոլորի ամանորը, շնորհավորել բոլորի գալիք Սուրբ Ծնունդը, մանավանդ Սուրբ Ծնունդը, որը շատ կարևոր տոն է, շատ կարևոր, ու ես կուզենամ, որպեսզի յուրաքանչյուրս դա հասկանա։ Իսկ ամանորը դա տոն է, դա հեքիաթ է, դա միայն մի գիշեր չի, դա ամբողջ տարին է կատարվում, բայց այդ օրը ոնց որ նշում ես, թող ուրախություն լինի յուրաքանչյուր հայ եւ ոչ հայ ընտանիքում, թող երջանկության սպասում լինի, եթե երջանիկ են, էլ ավելի երջանիկ լինեն, թող մի պահ իրենց վրայից հանեն հոգսը եւ ապրեն այդ տոնական մթնոլորտով, որը որ այդ րոպեին տիրում է ամեն մի օջախում։ Դա շատ կարևոր է։
հետո նախանձություն թող չլինի, իրար փորձենք վերադարձնել սերը իրար հանդեպ, հարգանքը իրար հանդեպ, լսելը իրար, ոչ թե այտենց փնովել եւ այլն եւ այլն։ Մի խոսքով շնորհավոր բոլորի նոր տարին ու այս տարին լավն է լինելու, ես վստահ եմ։ Տեսեք, դուք ասել եք։ Շնորհակալություն պարոն Թոխացյան զրույցի համար։ Այս արհեստական գերակայության դարաշրջանում թող իսկականը գերա կշռի մեր կյանքում, իսկական սերը, իսկական խաղաղությունը, երջանկությունը եւ իսկական ժպիտները։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրը եղաք։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, շնորհավոր ձեր նոր տարին։ Շնորհակալ եմ ձերը նույնպես։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք սիրված դերասան Հրանտ Թոխատյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը։ Մինչ նոր հանդիպում։